Բարև սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն օգոստոսի 20-ն է։ Այսօր Հայաստանից համեմատաբար ավելի շատ հարցեր ունենք քննարկելու, մի շարք հայտարարություններով է հանդես եկել Նիկոլ Փաշինյանը, դրանից բացի այլ կարևոր հարցեր նույնպես կան քննարկելու, օրինակի համար Եվրոպական միությունից հետաքրքիր մրցանակ է տրվել Նիկոլ Փաշինյանին, Եվրամիության հետ մերձենալու մասով, ինչպես նաև խաղաղության իր ջանքերի հետ կապված, քանի որ շատ ակտիվ ջանքեր է գործադրել Փաշինյանը, որպեսզի տարածաշրջանում խաղաղություն հաստատվի։ Երեք ուժեղ Հայաստանի падգամավորը մի այնպիսի հայտարարությամբ է հանդես եկել ազգային ժողովում, որը որ նույնպես կարծում եմ քննարկման առարկա է, խոսել է նա հիբրիդային պատերազմից, որը որ տարվում է ընդդեմ Հայաստանի եւ ինքը շատ ուրախ ու ոգևորված է։ Դա եւս պետք է քննարկենք եւ հասկանանք, կքննարկենք թե ինչ տեղի ունեցավ 2026 թվականին Եվրամիություն արտահանումների հետ կապված Հայաստանի քանի տոկոսով է միանգամից աճ գրանցվել, կարևոր իրոք թեմաներ են, սրանք որոնք որ բոլորը վերաբերում են Հայաստանին, դրանից բացի մենք երեք տեսանք մի փոքրիկ տեսանյութ էկոնոմիկայի նախարարի մասնակցությամբ, թե ինչպես հայկական լոլիկը տոմատ են դարձնում, դրա համար գնումներ են իրականացվում Հայաստանում եւ դրա համար էլ Հայաստանը արգելում է ԵԱՏՄ երկրներից տոմատների ներկրումը, եւ սա շատ հետաքրքիր կարևոր պատասխան էր։ Կարևոր պատասխաններ ԵԱՏՄ երկրներին։ Այս հարցերից բացի կքննարկենք նաև Ուկրաինան, քանի որ գիշերը աննախադեպ հարձակման է ենթարկվել Ուկրաինան, Կիևը հատկապես, Պուտինը մի շարք հայտարարություններով է երեք հանդես եկել, դա էլ պետք է փորձենք հասկանալ քննարկելով։ Դրանից բացի Իրանի շուրջ այլ իրավիճակ է ստեղծվում, Թրամփի նոր ռազմավարությունը, հայտարարությունները, տնտեսական բնույթի գործողությունները ընդդեմ Իրանի արձագանքը եւ կքննարկենք նաեւ Իսրայել, Սիրիա, Թուրքիա արանքում ինչա տեղի ունենում։ Երեք մանրամասն խոսել ենք այս հարցի շուրջ եւ դա այնպիսի մի հարց է դարձել, որը որ կարծում եմ հաճախ ենք մենք քննարկելու եւ այդ հերթիրային հարվածները Սիրիային ես կարծում եմ, որ անհետևանք չէին կարող մնալ եւ այդպես էլ եղավ։ Հայտարարությունները շատ են, բայց կարծում եմ դեռ գլխավոր հայտարարություններին Թուրքիայից մենք շուտով ականատես կլինենք։ Հիմնականում ահա այսքան անոնսից սկսենք արդեն մանրամասն քննարկել։ Անպայման բաժանորդագրվեք, սիրելի հայրենակիցներ, լայքեք, տարածեք։ Իմիջիայլոց սկսել եմ նաև հրապարակել Facebook-յան մեր էջում մեդիավերլուծական կենտրոնի, այդտեղ եւս կարող եք մտնել, լայքել, աջակցել, տարածել։ Մի խոսքով փորձում ենք նաև Facebook-յան էջը ակտիվացնել, քանի որ միշտ ասել եմ, որ միայն YouTube-ով ճիշտ չի լինի սահմանափակվել, պետք է փորձենք ակտիվացնել YouTube-ը, պետք է փորձենք ակտիվացնել Telegram-ը, պետք է փորձենք ակտիվացնել Facebook-ը, պետք է փորձենք նաև ակտիվացնել TikTok-ը նույնպես։ Տեսնենք, ինչքանով կբավարարենք, այնքանով էլ կզբաղվենք եւ դա բնականաբար միայն ձեր օգնությամբ։ Իմիջիայլոց ձեր դրական մեկնաբանությունները միշտ մեծ ուժ ու եռանդ են հաղորդում աշխատանքի համար։ Ինչպես արդեն սկսեցի, սկսենք Հայաստանով։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհվել է Հեսենյան խաղաղության մրցանակ։ Խաղաղության մրցանակ է շնորհվել Հարավային Կովկասում կարևոր ջանքերի գործադրման համար Փաշինյանին, բայց նաև Եվրամիության հետ մերձեցման համար։ Հետաքրքիր է հիմա ինչ կասեն բոլոր նրանք, ովքեր շարունակում են կրկին պնդել, թե Փաշինյանը ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը հեռու տանի Եվրամիությունից եւ մտցնի ռուսական դաշտ։ Հա, փաստացի այսպիսի կարևոր եւ նշանակալի մրցանակներ է ստանում Եվրամիությունից Նիկոլ Փաշինյանը։ Հաջորդ հարցը Փաշինյանի հայտարարություններն են եւ կարծում եմ մեր հիմնական հաղորդման թեման արժի այս հարցի վրա կենտրոնացնել։ Փաշինյանը ասում է, որ 2018 թվականին, երբ որ իրենք վերցրին Հայաստանի ղեկավարությունը իրենց վրա, 19-ին արդեն
Կովիդ էր սկսվում, ճգնաժամ էր հասունանում, 20 թվականին պատերազմ էր եւ Հայաստանի Հանրապետությունը գործում էր այդ տրամաբանության մեջ։ Պատերազմ, կովիդ, ճգնաժամերի հաղթահարման շատ կարևոր դժվար գործընթացի վրա էր կենտրոնացած Հայաստանի Հանրապետությունը։ Հիմա նա ասում է, որ եկել է պահա եւ կան բոլոր հնարավորությունները, գաղափար այդպիսին հայտարարությունների, որ կարելի է հասցնել հեղափոխությունը իր տրամաբանական ավարտին, մեծ բարեփոխումներ իրականացնել։ Հետո հիմնական հայտարարության մեխը, ես կարծում եմ, այն է, որ Հայաստանում ձևավորվում է 4-րդ հանրապետությունը։ Նա ասում է, որ Հայաստանը այսպիսով թևակողվում է իր պատմության այն փուլը, որն անվանվում է 4-րդ հանրապետություն։ Եվ դրանից բացի Փաշինյանը ասում է, որ 3-րդ հանրապետությունը հիմնադրվել է հենց առաջին օրից կոնֆլիկտի տրամաբանության վրա։ 4-րդ հանրապետությունը ձևավորվում է խաղաղության տրամաբանությամբ։ Նախ պետք է հասկանալ, որն է 3-րդ հանրապետությունը, հետո նոր խոսենք 4-րդ հանրապետությունից։ Առաջին հանրապետությունը 1918 թվականն է, որը որ հետագայում բռնազավթեց Խորհրդային Միությունը եւ անվանել Խորհրդային Միության հանրապետությունը 2-րդ հանրապետություն երևի թե սխալ է։ Պատմաբանները տարբեր կարծիքի են, քաղաքական հայտարարություն կարծում եմ պետք է սրան նաեւ տրվի։ 3-րդ հանրապետություն իրականում չպետք է լիներ իմ պատկերացմամբ, այլ պետք է առաջինը իր անկախությունը գտներ։ Մենք պետք է վերադառնայինք առաջին հանրապետության տրամաբանությանը, բայց քանի որ ասվում է 3-րդ հանրապետություն, սա նշանակում է, որ մենք ճանաչում ենք խորհրդային շրջանը եւ չենք ճանաչում խորհրդային օկուպացիան։ Օրինակի համար Վրաստանը այդպես չի վարվում։ Խորհրդային օկուպացիան փաստացի Հայաստանը օրինականացնում է եւ դրա համար 3-րդ հանրապետությունն է եւ 3-րդ հանրապետությանից հետո արդեն խոսում են 4-րդ հանրապետության մասին։ Իմ կարծիքով ամենաճիշտը առաջին հանրապետությունն է։ Բայց ընդհանուր առմամբ տրամաբանությունը հասկանալի է Փաշինյանի, թե ինչ է նա ասում, ինչու համար է դա ասում, սակայն կարևոր այստեղ շեշտադրումներ պետք է այնուամենայնիվ անել։ Ինչ է նշանակում, որ կոնֆլիկտի տրամաբանության հիմքի վրա է ստեղծված։ Եթե Փաշինյանը դրանով քողարկված ձևով ասում է, դա այդպես էլ կա, թե Ռուսաստանն էր մեզ պարտադրում այդ կոնֆլիկտի տրամաբանությունը, ապա դա մասամբ ճիշտ է, քանի որ Ռուսաստանը ահռելի մեծ դերակատարություն ունեցավ այդ ամենի մեջ։ Բայց Ռուսաստանը նման դերակատարություն ուներ նաև Ադրբեջանում, այնպես չէ, որ միայն 3-րդ հանրապետություն հասկացողությունը ստեղծվել է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Եվ այնպես էլ չէ, որ միայն Ռուսաստանի Դաշնությունն էր մեզ հրահրում եւ փորձում, որ կոնֆլիկտի տրամաբանություն լիներ։ Ազատագրական պայքար էր Լեռնային Ղարաբաղի շուրջ, բոլորս էլ մենք այդ մասին գիտենք։ Այսինքն նույն տրամաբանությունը գործել է Ադրբեջանում։ Եթե ռուսական միջամտության մասին է խոսքը, դա բնականաբար եղել է։ Բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ, իմ ասածը այն է։ Եվ մենք մեր պատմությունից հստակ գիտենք, որ այնպես չէ, որ շատ հեշտ է Թուրքիայի հետ կամ նույն Ադրբեջանի հետ պայմանավորվել։ Շատ բարդ է թուրքերի հետ պայմանավորվելը եւ հաճախ չէ, որ թուրքերը պահում են իրենց պայմանավորվածությունները, ավելի հաճախ են իրենք խախտում իրենց պայմանավորվածությունները եւ կարելի ասել նույնիսկ շատ հաճախ, ցավոք սրտի։ Սակայն կարևոր է այստեղ սակայն կամ բայց ասել, որովհետեւ այսօրվա աշխարհում մենք չենք կարող այս պահին շարունակել նույն ձևով, ինչպես շարունակում էինք մինչև 2020 թվականը։ Եվ դրա համար ճիշտը այն է, որ Հայաստանը այսպիսի քաղաքականություն այսօր սկսել վարել։ Նախ ռազմական իմաստով շատ ավելի թույլ ենք թե Ադրբեջանից եւ թե Թուրքիայից, իսկ Թուրքիային պետք չէ մոռանալ, Թուրքիային պետք չի հաշիվներից գցել, քանի որ Թուրքիան արթուն է եւ Թուրքիան Ադրբեջանի կողքին է եւ ցավոք սրտի միայն Ադրբեջանն էլ շատ ավելի զինված է, քան Հայաստանի Հանրապետությունը։ Տնտեսապես ցավոք սրտի շատ ավելի հզոր է, քան Հայաստանի Հանրապետությունը եւ դրանից բացի բնակչությամբ նույնպես շատ ավելի մեծ է, քան Հայաստանի Հանրապետությունը։
Հայաստանի Հանրապետությունը փաստացի շրջափակման մեջ է ռուսական աշխարհի մեջ։ Արի անկեղծ լինենք։ Ես միշտ ասել եմ, արևելքից Ադրբեջանը, արևմուտքից Թուրքիան, հարավից Իրանը, որտեղ որ տարբեր տվյալներով, ստակ չեն տվյալները, բայց մոտ 20 առնվազն միլիոն ադրբեջանցիներ կան, նույնիսկ Հայաստանի հյուսիսի մի մասում ադրբեջանաբնակ շրջաններ են։ Վրաստանի հետ Հայաստանը սահմանակցում է մի մասով, որտեղ որ ադրբեջանական մեծ համայնք կա։ Իմիջայլոց, քանի որ խոսքը հասավ սրան, պետք է ասեմ, շատ ողբերգական վիճակում է գտնվում Վրաստանով Հայաստան տանող հիմնական ճանապարհներից մեկը, միջպետական ճանապարհը, Նինոցմինգը ջախջախված վիճակում է, միակ ելքը Հայաստանից քրիստոնյա աշխարհով դեպի օրինակի համար Սևծով, չեմ ասում ադրբեջանաբնակ շրջաններով, հայաբնակ շրջաններով ջախջախված վիճակում է եւ դա միանշանակ չի համապատասխանում հայ-վրացական բարեկամության ոգուն, հայ-վրացական ռազմավարական հարաբերությունների ոգուն։ Այդ հարցը նույնպես պետք է լուծվի, քանի որ Վրաստանը բավականին զարգացած երկիր լինելով ամոթ է, որ այդպիսի ճանապարհ ունի դեպի Հայաստան։ Եվ այս հարցը ես կարծում եմ, որ արագ կարելի է լուծել, եթե քաղաքական կամք իհարկե լինի եւ ես հույսով եմ, որ Վրաստանի իշխանությունները այդ քաղաքական կամքը կդրսևորեն եւ այդ ճանապարհը կվերանորոգվի։ Փոքր շեղվանք, բայց կարևոր էր այդ պահին այդ հարցին նույնպես անդրադառնալ։ Վերադառնանք 4-րդ հանրապետության գաղափարին։ Փաշինյանը արդեն այս մի քանի տարիների ընթացքում վերջնական համոզվեց, որ խաղաղության գաղափարն է պետք առաջ տանել, հաշվի առնելով Հայաստանի ներկայիս իրավիճակը, որոնք որ ես նշեցի, նրանց բացի շատ կոնֆլիկտային է դարձել ամբողջ աշխարհը։ Հին աշխարհակարգը այլևս չի գործում եւ դրա համար Փաշինյանը փորձում է խորը ճկունություն ցուցաբերել։ Բայց հայտարարությունների հիմքում կա, ես կարծում եմ, որ նաեւ սահմանադրության փոփոխման գաղափարը, դրա համար նա խոսում է նաեւ այդպես, որ ձևավորվում է 4-րդ հանրապետությունը։ Տեսնենք, ես հույսով եմ, որ այդ քաղաքականությունը ճիշտ է եւ ես էլ եմ պատկերացնում, որ այդ քաղաքականությունը ճիշտ է, սակայն նույն ժամանակ կան որոշ կասկածներ, որոշ մտահոգություններ եւ դրանք բնական է պետք է միանշանակ լինեն։ Քանի որ մեր պատմությունից կրկնեմ, մենք բազմիցս ականատես ենք եղել, թե ինչպես են Թուրքիան եւ Ադրբեջանը խախտում իրենց պայմանավորվածությունները։ Այսօր մի կարևոր տեղեկատվություն տեսա կառավարությունից, որ 2026 թվականի հունվար-հունիսի դրությամբ Հայաստանի Հանրապետության հունվարը հաշվի է առնվում, քանի որ հունվարից է տարին սկսվում, չենք կարող ասել, որ վերջին 3 ամիսների ընթացքում, երբ Ռուսաստանը էմբարգո մտցրեց հայկական ապրանքների նկատմամբ, դրա համար ասում է հունվար-հունիսի դրությամբ Հայաստանի առևտուրը Եվրամիության հետ աճել է, ես կարծում եմ, որ եթե հունիսը չէ, հիմա նաև օգոստոսի տվյալները կան, ավելի մեծ աճ կլինի։ Եվ գերազանցել է 516 միլիոն դոլարը, նախկինում եղել է շուրջ 280 միլիոն դոլար։ Այսինքն 80%-ով աճ է գրանցվել։ Բայց կրկնեմ, հունվար-հունիսի դրությամբ դեռ հուլիսը չկա եւ օգոստոսը ամբողջությամբ չի բերցել։ Եթե մենք դրան գումարենք նաև հուլիս-օգոստոսը, ես կարծում եմ, որ ոչ թե 80%-ով է աճ գրանցվել, այլ կարող է նաև 120-130%-ով լինի այդ աճը գրանցված։ Եվ մենք նաև երեք տեսանք այն կադրերը, թե ինչպես հայկական լոլիկով հիմա տոմատ են պատրաստելու եւ հիշում ենք, որ Հայաստանը արգելել է տոմատի ներկրումը ԵԱՏՄ երկրներից։ Եվ դա շատ կարևոր պատասխան է։ Թող հիմա ռուսները իրենք մտածեն, թե ինչ արեցին ու ինչի այդպես ստացվեց եւ ում իրականում վնաս տվեց։ Հաջորդ կարևոր հարցը, որին ուզում եմ անդրադառնալ, ճիշտ է, ես սա Telegram-յան ալիքներում տեսա, ես շատ անգամ չեմ էլ սիրում հետևել, թե ինչ է տեղի ունենում խորհրդարանում, հայտարարությունները པարզ է արդեն ամեն ինչ ինձ համար, բայց այս հայտարարությանը վրա կարծում եմ իրոք պետք է ուշադրություն սևեռել, քանի որ ուժեղ Հայաստանի падգամավորը նույն ժամանակ ազգային ժողովում
Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի տեխնացու Արեգա Հովսեփյանը շատ հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել, նույն ժամանակ վտանգավոր, իմ կարծիքով նաև ինչ որ միտեղ սա հանցավոր հայտարարություն է։ Ինչ է ասում նա։ Նրա խոսքերով մենք իրապես կողմնակից ենք հիբրիդային պատերազմին։ Մենք ասելով իրենք կողմնակից են հիբրիդային պատերազմին, որը որ մղվում է ընդդեմ Հայաստանի, որովհետև Հայաստանում ներքին գործերին միջամտությունը արդար մրցակցային ընտրություններ ունենալու ժողովրդավարության հիմքն է։ Այսինքն ինչ է ասում այս падգամավոր։ Այս падգամավորը ասում է, որ իրենք կողմ են, որ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում Հայաստանի նկատմամբ, ինքը չի ասում Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կողմից, երևի այս խոսքերը պետք է ավելացնել, որպեսզի ավելի ամբողջական դառնա նախադասությունը եւ իր պատկերացմամբ դա ժողովրդավարություն է ապահովում Հայաստանում։ Պատկերացնում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը։ Հաստատի նման հայտարարություն, արի կարծանագրենք, որ նման հայտարարությամբ միայն կարող էր հանդես գալ Ռուսաստանի խորհրդարանի падգամավոր Եզինայ Ռոսիայի ինչ որ մեկ падգամավորը, որը որ ելույթ էր ունենում Հայաստանի խորհրդարանում, քանի որ այդ հիբրիդային պատերազմը մղում է Ռուսաստանի Դաշնությունը ընդդեմ Հայաստանի եւ Զախարովայի նման ասում են, սա ձեզ օգուտ է, սա ժողովրդավարության համար է։ Հիմա կարծում եմ ավելնորդ ոչինչ պետք չի ասել, քանի որ դուք ինքներդ միանշանակ կարող եք անել ձեր հետևությունները։ Այստեղ անիմաստ են բոլոր խոսքերը։ Տեսակ ինչքան հարցեր կային այսօր Հայաստանից քննարկելու, բայց աշխարհից նույնպես մի շարք կարևոր հարցեր կան, որոնց որ պետք է անդրադառնալ։ Սկսենք երևի թե Ուկրաինայից, քանի որ այսօր շատ դաժան հարձակման է ենթարկվել Ուկրաինան, հատկապես Կիևը, այդ հարձակման ընթացքում կա 6 զոհ, 23 վիրավոր, դրանից բացի ուկրաինական Ժիտոմերում ռուսական ԱԹՍ-ները հարված են հասցրել 3 ոստիկանության շենքի, 2 ոստիկան զոհվել է եւ 20 մարդ վիրավոր է։ Ահա այսպիսի դժվար պատկեր է հիմա Ուկրաինայում, այսինքն եթե Ուկրաինան հիմնականում հարվածներ է հասցնում Վալդբերիսին կամ նավթի վերամշակման գործարանին, ապա ռուսական հարվածների արդյունքում շատ ավելի մարդիկ են զոհվում, խաղաղ բնակչություն է զոհվում եւ սա է Ռուսաստանի այսօրվա պատկերը։ Սակայն այնպես չէ, որ Ռուսաստանում շատ հեշտ իրավիճակ է, երեք տվերում գրանցվել է կրկին բենզինի մեծ հերթեր, իմիջիայլոց Մոսկվայում եւս բարդ է իրավիճակը, տարբեր հակասական տվյալներ կան։ Ամբողջ Ռուսաստանում կրկին արդեն բենզինի խնդիրները կամաց-կամաց առաջ են գալիս, դրա մասին մենք խոսում էինք երեք նաև, ոչ միայն երեք, նաև մի քանի օր է անդրադառնում եմ այս հարցերին, եւ ահա այս ֆոնին Պուտինը երեք մի շարք հայտարարություններով է հանդես եկել, նա ասում է, որ այդ հարվածները իրոք կան, առաջին անգամ է փաստացի խոստովանում, բայց ասում է, որ այդպիսի ինչ որ ծանր վնաս դրանք չեն հասցնում Ռուսաստանի Դաշնությանը։ Ճիշտ է, հարձակումներից հետո լոգիստիկ եւ առևտրային հզորությունները կարիք ունեն նաեւ վերանորոգման, այդ թվում նաեւ պետական մասնակցության, բայց ինչ որ շատ մեծ վնասներ իբր Ռուսաստանը չի կրում։ Այն որ Վալբերիսը կրել է 10 միլիարդ դոլարի վնաս, դա Ռուսաստանին կարծես չի վերաբերվում։ Նրա խոսքերով Ռուսաստանի առևտրային ենթակառուցվածքները իբր գործում են արդյունավետ, շատ կայուն են եւ չնայած այդ ամենը ահաբեկչական հարձակումներ, այսինքն Ուկրաինայի հարձակումները ահաբեկչական են, իրենց հարձակումները, երբ որ բազմաթիվ մարդիկ են զոհվում Ուկրաինայում, դրանք ահաբեկչական չեն։ Հետաքրքիր չէ, ձևակերպումներ են։ Եվ կարևոր է նաեւ անդրադառնալ նրան, որ ուկրաինական անօթաչու թռչող սարքերի վտանգի պատճառով, անօթաչու թռչող սարքերից եկող վտանգի պատճառով այսօր կրկին Մոսկվայում Դամադեդովո եւ Վնուկովո օդանավակայանները չեն գործել։ Տեսնում եք, ինչպիսին է իրավիճակը իրականում, բայց ինչի ասում Վլադիմիր Պուտինը։ Իմիջիայլոց հետաքրքիր հաղորդագրություններ կար նաեւ Վրաստանի շուրջ, թե իբր օգոստոսի 18-ին 19-ից 20 հազար մարդ է տեղափոխվել Վերին Լարսով դեպի Վրաստան, իբր Ռուսաստանից հիմա ակտիվացել է հոսքը դեպի Վրաստան եւ դա կապված է մոբիլիզացիայի հետ։ Իրականում ասեմ, որ մենք խոսում ենք միշտ
նրանից, ինչ իրականությանն է համապատասխանում։ Իրականությունը այնպիսին է, որ մինչև օգոստոսի 20-ը կամ ավելի մինչև օգոստոսի 10-ը, 15 առավելագույնս, դա հնարավոր է, մինչև օգոստոսի 10-ը, բայց հետո արդեն հետ գնացողների թիվն է ավելանում, այսինքն մարդիկ վերադառնում են տներ արձակուրդից հետո եւ Վրաստանի պետությունը նույնպես Վրաստանի իշխանությունները հերկեցին այս տեղեկությունը, թե իբր Ռուսաստանից շատ մարդ է հիմա գալիս Վրաստան։ Իրականում այս տարի շատ ավելի քիչ էին զբոսաշրջիկները Ռուսաստանից Վրաստանում։ Սա է իրականությունը, քանի որ մարդիկ նաև փող չունեն Ռուսաստանում ավելի մեծ է ճգնաժամը, որ գան Վրաստան հանգստանալու։ Հիմա մի քանի բառով անդրադառնանք, թե ինչ է տեղի ունենում Իրանի շուրջ, հետո կխոսենք, թե ինչ է տեղի ունենում Թուրքիա-Իսրայել հարաբերություններում։ Սկսենք Իրանից, Թրամփը չի բացառում, որ Իրանի հետ կարող է կրկին վերսկսվեն բանակցությունները, բայց հիմա Թրամփը խոսում է ահռելի շատ ծանր պատժամիջոցների մասին ընդդեմ Իրանի։ Թրամփը շատ կոնկրետ գրառմամբ է հանդես եկել իր սոցիալական ցանցում, ասում է, որ մենք հիմա տնտեսական հարված ենք հասցնելու Իրանին, ջախջախելու ենք Իրանը, այնպիսի տնտեսական սահմանափակումներ, որոնք որ չեն եղել պատմության մեջ, դե այդ ոճով։ Եվ դրան արձագանքել է արդեն նաև Իրանը, Աբբաս Արաքչին, ասում է, որ այսպես կոչված դժոխքը տնտեսական Իրանի նկատմամբ ոչ մի արդյունքի չի հասնում, քանի որ Միացյալ Նահանգները ջախջախ չկարողացավ հասնել իր նպատակին ռազմական իմաստով, փորձում է ներգրավել դաշնակիցներին, հիմա էլ վախեցնում են տնտեսական սանկցիաներով, դա ասում է Իրանի արտգործ նախարարը, եւ ավելացնում է, որ այդպիսի քաղաքականությունը միայն ավելի կխորացնի ատելությունը Իրանի ժողովրդի Միացյալ Նահանգների նկատմամբ։ Արաքչի խոսքերով նրանք պնդում են, որ Իրանը փլուզման եզրին է, բայց աղաչում են բոլոր դաշնակիցներին օգնել իրենց։ Եվ խնդիրը նրա կարծիքով սխալ հաշվարկներն են, ռազմական պատերազմը արդյունք չտվեց, ուստի հիմա նրանք հաջորդ փուլին են ձգտում։ Եվ նրանք իրենց հաջորդ ձախողումը անվանելու են տնտեսական պատերազմ։ Այդպես է արձագանքել նաև Իրանի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Քազեմ Ղարիբադին։ Սակայն իրականությունը մի փոքր այլ է։ Մենք միշտ խոսել ենք ռազմական տեսանկյունից, նույնպես այնպես չէ, որ Իրանը հիմա շատ հզոր է, մենք տեսնում ենք, թե ինչպես է վարվում, ինչպես է հրթիռներ արձակում այս կողմ, այն կողմ, չի համարձակվում հարձակվել Իսրայելի վրա, դա կարևոր է ավելացնել միանշանակ ռազմական իմաստով շատ է թուլացած, մենք տեսնում ենք, որ Իրանի ղեկավարությունը դեզօրիենտացիայի մեջ է, ով է իրականում ղեկավարում Իրանը, դժվար է հասկանալ, իսկ ինչ վերաբերվում է քաղաքական եւ տնտեսական ճնշումներին, միանշանակ Միացյալ Նահանգները ավելի հեշտ ձևով դա կիրականացնեն, Իրանի շրջափակումը ուժի մեջ է, արդեն իրանցիներն էլ են խոստովանում, որ նավթ արտահանել չեն կարող, մեծ խնդիրներ ունեն եւ ես կարծում եմ, որ այդ տնտեսական ճնշումները նույնպես իրենց հերթին արդյունք են տալու, բայց դա չի նշանակում, որ պատերազմը ավարտված է։ Իրանում նույնպես դա շատ լավ հասկանում են։ Հիմա չափազանց կարևոր է անդրադառնալ նրան, թե ինչ է տեղի ունենում Թուրքիա եւ Իսրայելի միջեւ։ Երեք մեկը գրառում էր կատարել, թե իբր ես աջակցում եմ հրեաներին, սիոնիստներին, абսուրդ, բացարձակ абսուրդ, ինչպես ես կարող եմ աջակցել կամ սրան կամ նրան, կամ այդպես գրողը, ինչպես ինքը կարող է աջակցել թուրքերին, Թուրքիային, ես ամենայն անկեղծությամբ փորձում եմ վերլուծել, թե ինչ է տեղի ունենում եւ պատկերացնում եմ, որ ապագայում հնարավոր է Հայաստանի եւ Իսրայելի միջեւ լավ ավելի խորը հարաբերություններ ձևավորվեն եւ երկարաժամկետ առումով կարող է եւ նույնիսկ դաշնակիցներ դառնան Իսրայելը եւ Հայաստանը։ Կարող է եւ, բայց այն ամենը, ինչ արեց Իսրայելը ընդդեմ Հայաստանի, Արցախի, բնականաբար ես չեմ կարող մոռանալ եւ ոչ ոք չի կարող մոռանալ։ Այն դա նույնպես մեր սխալ ռուսական քաղաքականության արդյունք է։ Եթե մենք մի փոքր ավելի այլ քաղաքականություն ունենայինք Իսրայելի նկատմամբ, միգուցե
այդ ամենից հնարավոր լիներ խուսափել։ Ես չեմ պաշտպանում Իսրայելին, կրկնեմ, ես դատապարտում եմ Իսրայելի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որը որ վարել է նա երկար տարիներ եւ Արցախյան պատերազմի ընթացքում նույնպես մենք այդ ամենին ականատես եղանք, ես չեմ կարող դա մոռանալ, բայց աշխարհը, քանի որ շատ արագ ձևով փոփոխվում է, դրա համար ես կարծում եմ, որ թշնամիներ ունենալու փոխարեն շատ ավելի լավ կլինի ունենալ բարեկամներ։ Նույն ժամանակ չեմ ասում, որ պետք է Իսրայելի հետ այնպիսի խորը հարաբերություններ ունենալ, որը որ ավելի կխորացնի հայ-թուրքական թշնամանք։ Հակառակը միշտ մեր եթերում ասել եմ եւ կրկին այն գաղափարին եմ, որ որևիցե երրորդ երկիր մեզ չպետք է կարողանա օգտագործել ընդդեմ Թուրքիայի, քանի որ այդ պարագայում միայն ու միայն մենք ենք ուզում։ Սա նույնպես պետք է հաշվի առնենք։ Հիմա այս կոնֆլիկտը, որ հասունանում է Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ, թող հասունանա, մեզ ինչ մեծ հաշվով։ Լավ։ Անդրադառնանք Նետանյախուի հայտարարություններին, որոնք որ չափազանց կարևոր են այդ կոնտեքստում։ Նետանյախուն մեկնաբանելով իսրայելական հարվածները Իդլիբի այդ ռազմաբազայի վրա, ասում է, որ մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի Թուրքիան ռազմական ներկայություն ունենա Սիրիայում։ Այսինքն Թուրքիան ձգտում էր ռազմական ներկայություն ունենալ, դրա համար այդպեսին եղավ Իսրայելի արձագանքը։ Եվ դրանից բացի կարևոր է, դրանից բացի Նետանյախուն ասում է, որ նման երևույթներ, այսինքն Թուրքիայի կողմից ռազմաբազայի հիմնումը կամ զենքի տրամադրումը վտանգում են իրենց ազգային անվտանգությունը, այսինքն Իսրայելի ազգային անվտանգությունը, դրա համար ասում եմ մեր ուղերձը շատ հստակ էր, ուղերձ ասելով հրթիռների նկատի ունի հարվածները եւ դա լսելի եղավ թուրքերի համար եւ ասում եմ մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի իրենք դա շատ լավ հասկանան, այսինքն ասում եմ, որ մեր ուղերձը շատ հստակ էր այդ հարվածներով, եթե իրենք շարունակեն, ավելի կոշտ հարվածներ էլ կհասցնենք Սիրիային, բայց Սիրիային հասցնելով փաստացի Թուրքիային են իրենք հարված հասցնում։ Այս մասով հետաքրքիր հրապարակում է անում նաև Axios-ը, եւ Axios-ի հրապարակման մեջ ասվում է, որ Իսրայելը Թրամփի վարչակազմին հայտնել էր, թե ինչի համար է այդ հարվածը հասցրել, ինչ նպատակներ է ունեցել եւ ինչ թիրախներ է խոցել։ Եվ հիմնական նպատակը կանխելն էր թուրքական ռազմական ներկայությունը տարածքում, տվյալ տարածքում։ Axios-ը նաև տեղեկացնում է այն մասին, որ Սիրիայի արտգործնախարարությունը դատապարտել է կատարվածը եւ Սիրիայի ԱԳՆ-ի Սիրիայի արտգործնախարարի պատկերացմամբ Իսրայելը իրավունք չուներ նման հարված հասցնել սիրիական ավիաբազային։ Եվ ըստ Սիրիայի արտգործնախարարի իրենք Իսրայելին նախորդ տեղեկացրել էին, որ որևիցե նպատակ չունեն, որպեսզի ռազմաբազան վերածվի Թուրքիայի ներկայության օբյեկտի, դրանից բացի թուրքերի ներկայություն, այսինքն թուրք աֆիցերների, սպաների այցը ուղղակի համագործակցության նպատակով էր տեղի ունեցել, այսինքն ոչ թե զենք են տրամադրել, ոչ թե ռազմաբազա էր Թուրքիան հիմնում Սիրիայի տարածքում, այլ ուղղակի համագործակցության բնույթ է այդ ամենը կրել։ Հիմնականում ահա այսքանը, սիրելի հայրենակիցներ, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։